Ես եմ շնորհակալ հարգելի գործընկերներ գնահատանքի համար։ Անկեղծ ասած չեմ պատրաստել եւ հիմա էլ չեմ պատրաստվում հանդես գալ երկար եզրափակիչ ելույթով, որովհետեւ մեծ հաշվով ամեն ինչ ասվեց քննարկման ընթացքում եւ նաեւ հարցոպատասխանի ժամանակ, բայց ուզում եմ մի դիտարկմամբ կիսվել։ Հատկապես պարոն Նազարյանին գուցե հետաքրքրի հույս ունեմ այս դիտարկումը եւ կարծում եմ, որ դուք ամենօրյա շփման մեջ եք եւ կարող եք այդ եզրահանգման արդեն իսկ եկած լինեք, ես վաղուց չի հետեւել ընդդիմախոսների նարատիվներին, այսօր ունեցա այդ դիտարկումը, կկիսվեմ դրանով։ Ես ստացա տպավորություն, որ այն ընդդիմախոսները, որոնք այսօր ներկա էին, ընդունում են առնվազն ենթագիտակցորեն իրենց գաղափարական գծի ողջ սնանկությունը։ Եվ ես եկա այդ եզրահանգման հետևյալ գծից եւ հետևյալի մասին հավաստիացումներից, երբ որ մարդիկ շարունակաբար կրկնում են պնդումներ են անում մասին, որ չէ, մենք չենք ասում պատերազմ, մեծ հայք չի, մենք հո պատերազմ չենք բանանում պրոպագանդում, սա նշանակում է այդ մարդիկ հասկանում են, որ այն ինչ որ իրանք առաջարկում են հանգեցնում է պատերազմի։ Բայց հիմա մի ուրիշ շերտ էլ օրինակ իմ համար բացահայտվեց, այն որ իրանք փորձում են լուծում առաջարկել եւ այդ լուծումը գիտեք որն է, այդ լուծումը լուծման բացակայությունն է։ Եվ այս խոսակցության ընթացքում դա շատ լավ գնաց եւ սենց են բանակցել տարիներ շարունակ։ Ասում են մենք չենք ասում, որ Հայաստանի իշխանությունները չհանդիպեն Ադրբեջանին, չբանակցեն, Ռոբերտ Քոչարյանն էլ է հանդիպել, բանակցել է, Թուրքիայի հետ էլ է նստել, խոսացել, բանակցել։ Այսինքն իրանք կարծում են, կարողանում եմ ձևակերպել, իրանք ասում են հանդիպեք, բայց լուծման մի եկեք, ձգեք, հալբաթ, լավ կլինի վաղը մյուս օր, մի բան կփոխվի։ Այդ հալբաթով մի ամբողջ պետություն տարի հասցրել են նրան, մենք հայտնվել ենք այն փոսում, որում հայտնվել ենք։ Հիմա այս երեկվա ամբողջ ցայտնոտը եւ բանը իրարանցումը պայմանավորված է նրանով, որ մենք եթե ոչ վերջնական ստորագրված, բայց մենք լուծում ենք բերել, հասկանում եք, մի քիչ լավ, մի քիչ վատ, մի քիչ էսյան, մի քիչ այնյան, կարող ավելի լավ լիներ, բայց մենք լուծման փորձ ենք անում, էս է, որ այս մարդկանց համար անհասկանալի, այսինքն ո՞ց դուք ուզում եք լուծեք հարցը, չեք կարող մի քիչ էլ բան անեք, ասեք վայ էս, մի բան է դուք պահանջեք, իրանց այն մի պահանջը մի բառ արեք, կռվեք, ձգեք, բան, ման մինչև դե կզանգենք ասել էլի ոնց ալնելու։ Սա իմ եզրակացությունն է ձեր ասածներից։ Ես վախենում, այ հիմա է, այսքան հետաքրքիր է, ասում եմ, վեք ժիվի, վեք ուչիս, այսքան խոսում ենք, այսքան կռվում ենք, բանավիճում ենք, կարծես թե հանրահայտ փաստերի մասին է, կարծես թե ամեն ինչ հայտնի է, մեկնաբանում ենք, բան ենք անում, բայց այսքան անցել է, ես նոր այսօր իմ համար հայտնաբերեցի պրոբլեմների պրոբլեմը։ Դուք մտածում եք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է իր հարցերը չլուծի, այդպես ձգի, մինչև ինչ-որ մի լուծում կտան, դե արդեն գիտենք երևի ամենայն հավանականությամբ որտեղից, բայց ես խոստացա երկար եզրափակիչ ելույթով հանդես չգալ, այստեղ ես կկանգնեմ, շնորհակալություն։